կամ դատարանի ընկերը այն անձն է կամ կազմակերպությունը, որը կողմ չլինելով դատավարությանը, դատարանին ներկայացնում է իրավական վերլուծություն կամ հանրային շահից բխող դիտարկումներ, նպաստելով գործի բազմակողմանի ու արդար քննությանը։ Այն տարբերվում է փորձագետ վկայից, ներկայացնելով ոչ թե մասնագիտական եզրակացություն, այլ հասարակական հեռանկարներ եւ արժեքային գնահատականներ, որոնք կարող են լրացնել կողմերի դիրքորոշումներում առկա բացերը։ Ինստիտուտը նախատեսվում է ներդնել Հայաստանում։ Ամիկուս կուրիե կամ դատարանի ընկեր։ Հռոմեական իրավունքից ծագած եւ աշխարհի շատ երկրների իրավական համակարգերում կիրառված այս ինստիտուտը Հայաստանում ներդնելու նոր նախագիծ է շրջանառվում։ Հայերենում հաճախ կիրառվում են նաեւ խորհրդատվական կարծիք, երրորդ կողմի կարծիք, հատուկ դիրքորոշում եզրույթները, իբրև համարժեք թարգմանություններ։ Ինստիտուտի առանցքային նպատակներից նախագիծ ներկայացնողը նշում է իրավական վերլուծության հարստացումը եւ այլընտրանքային մոտեցումների ներկայացումը, հանրային շահի ու դրա ինստիտուցիոնալ պաշտպանությունը, նաեւ իրավունքի եւ դատական պրակտիկայի զարգացումը։ Բացի այդ, սա ապահովում է իրավական գործընթացների թափանցիկությունը եւ դատարանի հաշվետվողականությունը այս ինստիտուտի միջոցով եւ ընդհանուր առմամբ արդարադատության որակի բարձրացում է լինում, դատական սխալների կանխում է լինում, դատական որոշումների որակի բարձրացում է լինում, ամբողջը բարձրացնում է դատական համակարգի արդյունավետությունը եւ հանրային վստահությունը։ Դատարանի ընկերը հնարավորություն է ընձեռում քաղաքասարակությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին դատարան ներկայացնել հանրային շահից բխող մասնագիտական դիրքորոշումներ առանց դատավարության կողմ հանդիսանալու։ Այս ինստիտուտը նաև կիրառվում է միջազգային դատարաններում, շատ տարածված է ՄԻԵԴ պրակտիկայում, միջամերիկյան մարդու իրավունքների դատարանի պրակտիկայում, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների կողմից, օրինակ միջազգային առևտրային պալատը եւ այլն։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ օրինակ ՄԻԵԴ մեծ պալատի վճիռների մասով վիճակագրություն երբ որ ուսումնասիրում ենք, շուրջ 1/3 վճիռներում հղում է տրվում որևէ ամիկուս կուրիե դիրքորոշման եւ հատկապես կարեւոր է, որ դրանց շուրջ 70%-ներ ներկայացված է եղել որևէ հասարակական կազմակերպության կողմից։ Մասնագետների ուշադրության կենտրոնում է նաեւ այն հարցը, թե արդյոք Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված են ինստիտուտին համարժեք մեխանիզմներ դատավարության ընթացքում այդպիսի դիրքորոշման հանդես գալու համար։ Մեր հարցին դրա կիրառումն արդյոք կբխի գործերի արդյունավետ քննությունից, դատավոր Մերի Մոսինյանը պատասխանեց. Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ այո, կբխի գործերի արդյունավետ քննության սկզբունքից, սակայն իհարկե պրակտիկայում կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, մասնավորապես, ինչպես գիտենք, մեր դատական համակարգի թիվ 1 խնդիրներից մեկը դատական գործերի տևական քննությունն է եւ մտավախություն կա այս առումով, որ միգուցե նման ինստիտուտի ներդրումը եւս մեկ հանգամանք կլինի, որով պայմանավորված օբյեկտիվորեն ավելի տևական կլինի գործերի քննությունը։ Ինստիտուտին համարժեք մեխանիզմները մեր իրավական համակարգում կիրառելի են տարբեր ձևաչափերով։ Պետք է այստեղ հիշատակել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մեխանիզմը, սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների կողմից, Վենետիկյան հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մեխանիզմը, սահմանադրական դատարանի դատական պրակտիկայով, մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքասարակության կազմակերպությունների կողմից հատուկ դիրքորոշման ներկայացման մեխանիզմի օրենսդրական նախագիծը մի ռազմավարության շրջանակում։ Հատկանշական է, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան տարիներ շարունակ հետևողականորեն ջատագովել է, որպեսզի ՔՀԿ-ներին տրամադրվի այսպիսի հնարավորություն, որպեսզի վերջիններս կարողանան հանդիսանալ որպես դատարանի ընկեր եւ ներկայացնեն օժանդակ դիրքորոշում։ Մարիամ Զադոյանի խոսքով կա նաեւ երրորդ կողմի կարծիքի ամիկուս կուրիեի ներկայացման մեխանիզմ Փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի կողմից, որը մի քանի ուղղությամբ է գործում։ Այս պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում առկա է ամիկուս կուրիեի կարծիք ներկայացնելու կիրառություն, թեկուզ ոչ ընդհանուր դատական համակարգում, այլ մասնագիտացված մակարդակում։ Սրան զուգահեռ նախագիծն ունի մի շարք խնդրահարույց կողմեր։ Ըստ առաջարկվող օրենսդրական փաթեթի, հատուկ դիրքորոշման ներկայացման իրավունքը թույլատրվում է միայն որոշակի սահմանափակ ոլորտներում եւ արարքներով, սակայն հստակ չի պարզաբանվում, թե ինչ սկզբունքով է ընտրվել այդ շրջանակը։ Սա սահմանափակում է ոչ առևտրային կազմակերպությունների հանրային շահ ներկայացնելու հնարավորությունները, հատկապես այն դեպքերում, երբ բավականաչափ նույնական իրավախախտումներ են տարբեր բնակավարներում, օրինակ քաղաքացիական, քրեական, վարչական եւ որոշներով նախատեսված են այս ցանկում եւ որոշները նախատեսված չեն։ Քաղաքացիական եւ վարչական գործերով նախատեսվում է առևտրային կազմակերպությունների համար հատուկ դիրքորոշման ներկայացման երկու մեխանիզմ՝ ոչ առևտրային կազմակերպության կողմից իր միջնորդությամբ եւ դատարանի թույլտվությամբ, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ, պայմանով, որ կազմակերպությունն ունի գրավոր համաձայնություն։ Իսկ քրեական գործերով նախատեսվում է միայն մեկ հնարավորություն՝ ոչ առևտրային կազմակերպության կողմից միջնորդություն ներկայացնելը դատարանի թույլտվությամբ։ Քաղաքացիական
Տնտեսական, վարչական եւ քրեական գործերով հատուկ դիրքորոշում կարող է ներկայացվել սահմանափակ գործերով։ Օրինակ, վարչականի դեպքում բացակայում է աշխատանքային իրավունքը ու դրա փոխարեն ավելանում են ընտրական իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության, փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքները։ Քրեական գործերով amicus brief ներկայացնելու հնարավորություն նախատեսվում է այն դեպքում, եթե գործը վերաբերում է օրենսգրքով նախատեսված մի քանի գլուխներով կամ հոդվածներով նախատեսված արարքներին։ Օրինակ, քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունները սահմանված են, սակայն եթե մենք նայում ենք նույնի համարժեք քաղաքացիական իրավական հարթությունում, օրինակ ապօրինի ծագման գույքի բռնագծման հետ կապված հարաբերությունները ներառված չեն կամ նույն ձևով վարչական իրավահարաբերություններում, օրինակ հանրային ծառայության իրավախախտումները հանրային ծառայողների կողմից եւս ներառված չեն։ Մեր զրուցակիցը նշում է, որ այս սահմանափակ մոտեցումը կարող է վտանգել ինստիտուտի նպատակային կիրառելիությունը։ Անդրադառնալով նախագծի խնդրահարույց կողմերին, դատավոր Մերի Մոսինյանը նշեց, որ ներկայացված նախագծի այն տարբերակը, որը դրվել է հանրային քննարկման, բավականին թերի է, հաշվի առնելով, որ դրա կիրառությունը դատավարական պրոցեսում եւս հստակեցված չէ։ Նախ ոլորտների հետ կապված ես կարծում եմ առնվազն քրեական դատավարության ընթացակարգերի հետ նախատեսված է նախագծում կա տեխնիկական վրիպակ հաշվի առնելով որ նշված է քրեական օրենսգրքի 23, 24, 29 եւ այլն մի քանի հոդվածներ եւ գլուխներ են նախատեսված, սակայն երբ որ ուսումնասիրում ենք այդ հոդվածները հանցակազմեր չեն նախատեսվում, դրանք ընդհանուր մասի դրույթներ են, որոնք ընդհանուր նորմեր են նախատեսում, ես կարծում եմ դա տեխնիկական վրիպակի արդյունք է։ Դատավորի խոսքով կան չմեկնաբանված եւ օրենքով չկարգավորված հանգամանքներ, ինչպես է տեղի ունենալու այդ դիրքորոշումը ներկայացնելու գործընթացը։ Օրինակ քրեական դատավարության մասով նախատեսված է, որ ոչ առևտրային կազմակերպությունները միջնորդությամբ կարող են հանդես գալ մինչև նախնական դատալսումների ավարտը։ Սակայն հաշվի առնելով թե ինչ բովանդակությամբ կարող է լինել հատուկ դիրքորոշումը, ես կարծում եմ նման սահմանափակումը կսահմանափակի եւ դիրքորոշման բովանդակության առումով եւ դատարանին հասկանալու համար որքանով կարող է արդյունավետ լինել այդ դիրքորոշումը կիրառելը հաշվի առնելով որ իրավական նորմերը, որոնք կիրառվում են տվյալ գործի փաստական հանգամանքների նկատմամբ, դեռևս նախնական դատալսումներում անգամ մենք չունենք մեղադրական եզրակացության հրապարակելու հնարավորություն, որպեսզի հասարակությանը պարզ լինի ըստ էության ինչ գործ է քննվում։ Նմանատիպ բաստողումները ներդրվող ինստիտուտի հանրային շահ ներկայացնելու գաղափարը կարող է մասնատել եւ գործնականում սահմանափակ կիրառություն ունենալ։ Ինձ համար որպես դատավորի օրինակ ավելի ընդունելի կլիներ, որ ոչ միայն ոչ առևտրային կազմակերպությունների միջնորդությամբ դատարանը իրավասուն լիներ դիրքորոշում ստանալու, այլ նաև դատարանը իր նախաձեռնությամբ հաշվի առնելով, որ միջազգային պրակտիկայում էլ եւս կան երկրներ, որոնք կիրառում են այդ մոդելը, եւ դատարանը ինքը իր նախաձեռնությամբ է դիրքորոշում ստանում։ Amicus Curiae-ն տարբեր երկրներում կիրառվում է դատական գործընթացների վրա ազդելու օրենքների ճիշտ մեկնաբանության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Դրա ազդեցությունը հատկապես նկատելի է մարդու իրավունքների, սահմանադրական փոփոխությունների եւ սոցիալական արդարադատության գործերում։